Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք 1737-ից 1751 թվականներին գահակալած ամենայն հայոց կաթողիկոս Ղազար առաջին Ճահկեցու մասին։ Նրա գործունեությունը բավական հակասական գնահատականների է արժանացել պատմագիտական մեր ողջ ժառանգության մեջ, բայց միևնույն ժամանակ նրա գործունեության մի կարևոր ուղղություն, որի մասին այսօր խոսելու ենք, աչքաթող է արվել ուսումնասիրողների մեծ մասի կողմից։ Եվ այսպիսով այսօր խոսելու ենք Ղազար Ճահկեցի կաթողիկոսի մասին։ Ղազար Ճահկեցի կաթողիկոսը մինչ գահակալելը եղել է Զմյուռնիայում կաթողիկոսական նվիրակ, եւ Զմյուռնիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության երկրորդ քաղաքն էր, նա փաստորեն լինելով արևելահայ, ծագումով եւ ծնունդով Ճահուկ գավառից, այսինքն Սյունիք նահանգից, նա գտնվում էր եւ փորձառություն էր ձեռք բերում նաեւ Օսմանյան կայսրությունում տեղի հայկական համայնքի, հայ հոգևոր սպասավորության եւ նաեւ թուրքական օսմանյան էլիտաների հետ հարաբերություններում։ Այս առումով իհարկե այս ամենը նրա գործունեության մեջ հետագայում կարևոր նշանակություն է ունենալու եւ պետք է նաեւ ֆիքսենք, որ մինչեւ կաթողիկոս դառնալը նա արդեն բավական աչքի էր ընկնում նաեւ իր ստեղծագործական ժառանգությամբ։ Լինելով մի գավառից, որտեղ երկար ժամանակ հայ բնակչության շրջանում միարարական կաթոլիկական միսիաներն էին տարածված, այսինքն հայ եկեղեցին կաթոլիկ եկեղեցու մաս դարձնելու քարոզությունը բավական մեծ հաջողություններ էր ժամանակին գրանցել, այդ գավառից էր նա ծնունդով, սակայն բավական անհաշտ էր նա այդ օրակարգի հետ եւ ամբողջությամբ հակառակ էր հայ եկեղեցու ինքնիշխան եւ բացարձակ ինքնագլուխ կարգավիճակը, անկախ կարգավիճակը կաթոլիկ եկեղեցուն ստորադասելու որևէ տարբերակի հետ, նա դեմ էր ցանկացած այդպիսի տարբերակի եւ այս գործունեությունը, այս ուղղվածությունը նրա գործունեության մեջ շատ հստակ երևում է դեռևս Օսմանյան կայսրության երկրորդ քաղաքում նրա գործունեության շրջանում։ Բավական է նշել, որ 1735 թվականին նա Կոստանդնուպոլսում հրատարակել է մի աստվածաբանական երկասիրություն, որտեղ նա քննադատում է կաթոլիկ աստվածաբանությունը եւ նշում է, որ հայ եկեղեցու դավանական ինքնությունը եւ դավանաբանական ինքնուրույնությունը իսկապես ճշմարիտ ուղղափառ դավանանքի վրա է հիմնված եւ հետեւաբար հայ եկեղեցին թե պատմականորեն, թե դավանաբանորեն ունի լիարժեք իրավունքներ լինելու անկախ, լիովին ինքնուրույն եկեղեցի, զերծ կաթոլիկ կամ որևէ այլ եկեղեցու, տվյալ դեպքում նույնիսկ ուղղափառ եկեղեցու հնարավոր հավակնություններից։ Այս երկասիրությունը նա անվանել է գիրք աստվածաբանական, որ կոչի դրախտ ցանկալի։ Հրատարակվելով 1735 թվականին Կոստանդնուպոլսում, այս աշխատությունը ցույց է տալիս մի օրինակ մանիֆեստ, կարելի է ասել նաև 18-րդ դարի հայ գաղափարական, եթե տեսանկյունից նայենք, յուրօրինակ մանիֆեստ էր քաղաքական աստվածաբանության տեսանկյունից, որ մենք մեր նաև քաղաքական ինքնուրույնությունը պատկերացնում ենք նախ եւ առաջ դավանական ինքնության եւ ինքնուրույնության պահպանման եւ նաև փաստորեն ազգային ինքնության հենասյուն եկեղեցու լիարժեքորեն անկախ կարգավիճակի հիման վրա։ Փաստորեն այս աշխատությունը դառնում է 18-րդ դարի հայ քաղաքական մտքի մեջ մի օրինակ մանիֆեստի արտահայտություն, հռչակագիր մի օրինակ, կարելի այսպես ասել, եւ իր էությամբ եւ նշանակությամբ սա նաև կարող ենք համարել քաղաքական աստվածաբանության յուրօրինակ մի աշխատություն, որտեղ հեղինակը շատ հստակ ցույց է տալիս իր դիրքորոշումը, որ հայ եկեղեցին պետք է ունենա իր լիարժեք անկախ կարգավիճակը պահպանված ցանկացած քաղաքական անցուդարձերի պայմաններում։ Այսինքն նա պատկերացնում էր եւ այդ ժամանակաշրջանի գերիշխող մտայնությունն էր նաև հայ հոգեորականության մեջ, որ մեր քաղաքական անկախության եւ ինքնուրույնության համար հիմք կարող է լինել լիովին դավանաբանորեն եւ վարչականորեն անկախ հայոց եկեղեցին։
եւ այս առումով նա սակարկության տեղ չէր թողնում եւ նաեւ անհաշտ էր որևէ դրսևորման հետ մի արարության, որ կարող էր լինել օրինակ Կոստանդնուպոլսի հայկական էլիտայում։ Եղել է դեպք, որ նա խստորեն դատապարտել է 4 եկեղեցիների փոխանցումը կաթոլիկների վերահսկողության տակ, հայկական եկեղեցիներից 4-ի անցումը, եւ այս գործողությունները նա համարում էր զավթողական գործողություն եւ իր կողմնակիցների հետ անհաշտ պայքար էր մղում այս ամենի դեմ։ Ղազար Ջահկեցին մինչ կաթողիկոս դառնալը տպագրության է հանձնում նաեւ Կոստանդնուպոլսում մեկ այլ աշխատություն, իր տաղերի իր օրինակ մի ժողովածու երկարան եւ այն տպագրվում է իր կաթողիկոսական լիազորությունները ստանձնելուց ընդամենը շուրջ 1 շաբաթ առաջ։ Հետագայում արդեն կաթողիկոսական շրջանում Ղազար Ջահկեցու երկասիրությունների շարքը համալրվում է եւս մեկ հետարքիր գործով, գիրք աղոթից, որ կոչվի Աստվածաղերս։ Այս գիրքը հրատարակվում է 1744 թվականին, հետագայում վերահրատարակվել է արդեն նոր Նախիջևանում եւ հետարքիրը, որ փաստորեն նրա 3 աշխատություններն իրենց առաջին հրատարակությունը տեսել են Կոստանդնուպոլսում։ Ղազար Ջահկեցու հաստատումը կաթողիկոսական գահին բավական հակասական գնահատականների տեղիք է տվել։ Քաղաքի arczepiskopos Սորմանյանը իր ազգապատում երկասիրության մեջ եւս անդրադառնում է այստեղ եղած հանգամանքներին եւ նշում է, որ հոգեորականության մի մասը դեմ էր նրա թեկնածությանը եւ այստեղ այն հանգամանքներ դեր խաղում, որ նշում էին իբրև նա գոռոզամիտ է եւ կարող է դա մեծ դեր ունենալ նրա հետագա գահակալության հանգամանքների վրա։ Այսինքն մի կողմից բոլորն ընդունում էին նրա մեծ տաղանդը վարդապետության, հայոց եկեղեցու վարդապետության իմացության մեջ եւ նրա ստեղծագործական տաղանդը նաեւ գնահատում էին, բայց մյուս կողմից նշում էին, որ վարչական հարաբերություններում նա բավական հակասական կերպար էր։ Եվ այս առումով նրա կերպարը խորհրդային տարիներին հատկապես արժանացել է միայն բացասական գնահատականի եւ աչքաթող է արվել մի կարևոր հանգամանք։ Եթե ուշադրություն ենք դարձնում ամենայն հայոց կաթողիկոսների գահացանկին, Ղազար Ջահկեցուն նախորդող կաթողիկոսների մեջ կարող ենք նկատել հետեւյալ կարևոր հանգամանքը։ 1680 թվականից հետո, այսինքն Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի մահվանից հետո, մյուս բոլոր կաթողիկոսները ավելի քան կես դար ծնունդով Արևելյան Հայաստանից չէին։ Ստացվում է, որ նրանք այս տեսանկյունից կամ Արևմտյան Հայաստանից էին, կամ հայաշատ որևէ այլ տեղից էին եւ արևելահայության դիրքերից չէին հանդես գալիս կամ համահայկական խնդիրներում Արևելյան Հայաստանը չէ, որ միշտ դիտարկում էին որպես ամեն ինչի առանցք։ Եվ հայկական նախագծի, հայկական այսպես պրոյեկտի առանցքը բնականաբար մենք նկատում ենք դրանից առաջ գահակալած կաթողիկոսների գործունեության մեջ։ Օրինակ, երբ դիտարկում ենք Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին, տեսնում ենք նրա ուսուցչի Փիլիպոս Աղբակեցու մեծ ուսուցչի Մովսես 3-րդ Տաթևացու հայացողությունը, հայացքը եւ տեսլականը Հայաստանի ապագայի նկատմամբ հետեւյալն էր։ Ուրեմն Մովսես 3-րդ Տաթևացին գահակալելով 1629-ից 32 թվականներին, դրանից առաջ դեռևս 1627 թվականից գլխավորելով Մարաթոռի լուսահարապետությունը, այդ շրջանից դրսևորել է հետեւյալ ուղեգիծը, որ պետք է Արևելյան Հայաստանի տարածքում, այսինքն մեր ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում հայերի տեսակարգ շռի վերականգնման գործընթաց կազմակերպվի, Շահ Աբասի բռնագաղթի հետևանքով դատարկված գյուղերը եւ բնակարարները պետք է վերաշինվեն, վանքերին կից դպրոցները պետք է վերականգնվեն, վանական տնտեսությունները պետք է վերականգնվեն որպես կարևոր տնտեսական նախապայման այդ դպրոցների անխափան գործունեության համար, ձեռագրական կենտրոնները եւս պետք է անխափան գործեն եւ այս միտքը փոխանցվել էր Մովսես Տաթևացուց իր սան Փիլիպոս Աղբակեցուն, որը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր, բայց հետո այս գործունեության տրամաբանությունը նաեւ փոխանցվեց արդեն նրա սան Հակոբ Ջուղայեցուն եւ հետարքիրը հետեւյալն է. Մովսես Տաթևացին Խոտանան գավառից էր Սյունիքի, ծագումով եւ ծնունդով եւ ստացվում էր Սյունեցի էր Հայաստանի արևելյան հատվածից էր ծնունդով եւ հետագայում Հակոբ Ջուղայեցին էլ էլի ծնունդով արևելահայ էր, նա հին Ջուղայից էր Նախիջևանի
եւ նրա ընտանիքը Շահաբասի բռնագաղթի հետևանքով հաստատվել էր Պարսկաստանի խորքերում եւ հետագայում հանգամանքների բերումով նա կարողացել էր ընտրվել ամենայն հայոց կաթողիկոս եւ այն նույն ուղեգիծն էր տանում, ինչ որ փաստորեն ժամանակին մշակել էր դեռևս իր քաղաքալության ընթացքում Մովսես Տաթևացին։ Եվ գաղտնիք չէ, որ Հակոբ Ջուղայեցին է հենց այն կաթողիկոսը, որ տպագրության տարածման միջոցով փորձում էր հայկական գիտելիքը ավելի զանգվածային դարձնել մի կողմից, մյուս կողմից չափազանց կարևոր էր համարում, որ հայկական էլիտայի 3 շերտերը, մտավոր իբրև էլիտա հոգևորականությունը, իբրև երբեմնի նախարարական այդ աշխարհիկ էլիտայի մնացած հատված մելիքները եւ նոր էլիտան խոջայությունը համախմբվեն հանուն Հայաստանի ազատագրության գաղափարի։ Եվ հենց նա է գործնական հիմքի վրա դնում Արևելյան Հայաստանում փաստորեն այս նոր պրոյեկտի սկզբնավորումը եւ գումարում է 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովը, որից սկիզբ է առնում Հայաստանի ազատագրության գործընթացը։ Այսինքն գործնական հիմքի վրա է դրվում այդ գաղափարը, տեղի ունենում հայկական էլիտաների կոնսոլիդացիա եւ փաստորեն Հակոբ Ջուղայեցու այս քաղաքական կամքի դրսևորումն է, որ հնարավորություն է ստեղծում մեր ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում պետականության սաղմերի ձևավորման համար։ Եվ այս նույն գաղափարի կրողը տեսնում ենք հետագայում դառնում են մարդիկ, ովքեր նորից ծնունդով Արևելյան Հայաստանից են։ Այս ընթացքում ունեցել ենք շատ արժանավոր կաթողիկոսներ, ովքեր ծնունդով կամ Արևմտյան Հայաստանից էին, կամ հայաշատ տարբեր տեղերից էին։ Օրինակ Աբրահամ Կրետացի կաթողիկոսի գահակալությունը այս առումով չափազանց կարևոր էր, որ նա Նադիր շահի հետ բավական լավ երկխոսություն էր ծավալել եւ ապահովեց նպաստավոր միջավայր, որ հայ մելիքների իրավունքները ճանաչվեն վերստին պարսկական արքունիքի կողմից, սակայն մենք տեսնում ենք լիովին նոր մտածողություն, որ համահունչ էր դեռևս Մովսես 3-րդ Տաթևացու եւ Հակոբ Ջուղայեցու մտածողությանը Ղազար Ջահկեցու ժամանակաշրջանում։ Արևելահայ այս անձնավորությունը, որ ուներ նաև արևմտահայության հետ աշխատանքի փորձառություն եւ նաև իր գործունեության մեջ ունեցել էր ճիշտ է նաև հակասական որոշակի կողմեր, օրինակ Կարինի Էրզրումի Փաշայի հետ նրա լարված հարաբերությունները գահակալությունից անմիջապես առաջ, այնուամենայնիվ պետք է նշենք, որ այս կաթողիկոսի ամենակարևոր գործը թերևս այն էր, որ նա ասպարեզ է բերում Արևելյան Հայաստանում հայերի վերաբնակեցման գործընթացի շարունակության գաղափարը։ Այսինքն, որ պետք է Արարատյան դաշտում եւ հարակից տարածքներում, ինչպես որ մինչև Շահաբասի բռնագաղթներ, հայերը վերստին պետք է կազմեն մեծամասնություն եւ առաջին քայլերը հենց նա է կատարում նախապատրաստական քայլերը այն գործնեության, որ հետագայում պիտի ծավալեր Սիմեոն Երևանցի կաթողիկոսը։ Մենք մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ խոսել ենք Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կատարած ժողովրդագրական քաղաքականության մասին, որ ըստ էության Սիմեոն Երևանցին է դրել այն հիմքերը, որ հետագայում պետք է շարունակի արդեն ռուսական կայսրության ժամանակաշրջանի սկզբում այն ուղեգիծը, որ մեր հեռուստադիտողը իբրև Ալեքսանդր Գրիբոեդովի քաղաքական ուղեգիծ է պատկերացնում, այսինքն Արևելյան Հայաստանում հայերի տեսակարար կշռի վերականգնումը, մեծամասնության վերականգնումը չի սկսվել Գրիբոեդովից եւ չի սկսվել հենց Ներսես Աշտարակեցուց, այս երկու անձանցից, ինչպես միշտ ասվում է, այլ նրանց այս մտահայեցողության հիմքերը գնում են մինչև Մովսես 3-րդ Տաթևացի, այսինքն բռնագաղթից, Շահաբասի 1604 թվականի բռնագաղթից ընդամենը 23 տարի անց մենք տեսնում ենք առաջին սաղմերը եւ հետագայում շատ գործնական հիմքերով մենք տեսնում ենք Ղազար Ջահկեցու ժամանակաշրջանում եւ նրա ջանքերով Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից տեղափոխվում են հայ գյուղացիներ, բնականաբար պարսկական իշխանությունների հետ համաձայնեցված Երևանի եւ Նախիջևանի խանությունների տարածք։ Եվ սա չափազանց կարևոր էր ժողովրդագրական պատկերը այն ահավոր վիճակը, որ ստեղծվել էր Շահ Աբբասի բռնագաղթի եւ հետագայում նաեւ թուրքական արշավանքի պատճառով մի քանի անգամ թուրքական արշավանքներ են եղել Երևանի ուղղությամբ եւ այդ ժամանակ ամենավերջինը 1724 թվականի դեպքերն էին, երբ թուրքական արշավանքի հետևանքով հայկական կողմը բավական մեծ կորուստներ էր ունեցել
եւ բնականաբար Աբրահամ Երևանցու ներկայացրած տվյալներն են այստեղ հետաքրքրական, որ հայ բնակչությունը առնվազն 10,000-ի կորուստ է ունեցել։ Եվ բնական է, որ այս վերաբնակեցումը նոր շունչ պետք է տար Արարատյան դաշտին։ Սիմեոն Երևանցին սա հետո պետք է հասցնի բոլորովին այլ մակարդակի եւ մենք տեսնում ենք, որ 10-ից ավելի գյուղերում նրա ժամանակաշրջանում վերականգնվում է հայ բնակչությունը։ Հազար ջահկեցու գահակալության շրջանում նաև դրսևորում են հակասություններ եկեղեցականների միջև։ Եվ այս ներքին հակասությունները հիմնականում հրահրված էին նախ թուրքական Օսմանյան իշխանությունների կողմից Էրզրումի փաշայի միջոցով եւ նաև Արքունի մեծ վեզիրի հրահրումով, նույնիսկ Ղազար ջահկեցուն փորձում էին արգելել դեռ նոր ընտրված կարգավիճակում հեռանալու Օսմանյան կայսրության տարածքից դեպի պարսկական մաս, բայց հանգամանքների բերումով չկարողացան դա անել եւ հետագայում ամեն ձև խոչընդոտում էին նրա գործունեությունը Օսմանյան կայսրության տարածքում։ Մյուս կողմից պարսկական արքունիքը եւս ամենևին բարեհաճ չէր նրա նկատմամբ եւ եթե սկզբնական շրջանում շատ ջերմ հարաբերություններ կային Նադիր շահի հետ, Նադիրի գահակալության վերջին շրջանում, երբ նյութական դժվարություններ էին առաջացել պարսկական տիրակալի մոտ եւ նա խնդիր էր տեսնում, որ աֆղանների միջոցով փորձի պայքարել իրեն շրջապատող էլիտային ջարդելիս, այդ ժամանակ նա դնում է նաեւ ֆինանսական պահանջներ ամենայն հայոց կաթողիկոսի առջև։ Եվ ամեն անգամ այդ ֆինանսական մեծ պահանջները կատարելիս կաթողիկոսը իր մերձավորների նկատմամբ անցնում էր որոշակի գործողությունների, որպեսզի կարողանա այդ նյութական միջոցների փոխանցումը ապահովի հայերի անունից։ Սա իհարկե ներսում լարվածություններ առաջացնում եւ ի վերջո նա ինչ որ պահի հակառակվում է նաեւ պարսկական արքունիքին եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ բանը հասել է նրան, որ Ղազար ջահկեցուն աքսոր եւ արգելափակման ենթարկել, նա Սևանակղզում է որոշ ժամանակ անցկացրել, հետո վերադարձել է միաբանություն եւ Էջմիածնում նրա գահակալության ընթացքում գրանցվել է նաեւ շինարարական բավական մեծ աշխատանքների իրագործում, մասնավորապես նա կառուցել է հյուրանոցային շենք, որը իր անունով Ղազարապատ է կոչել եւ որ ամենակարևորն է այստեղ շինարարության տեսանկյունից նրա գործերի մեջ, դա վեհարանի կառուցումն է Էջմիածնում, որ եւս նրա կողմից է կատարվել։ Ղազար ջահկեցու գահակալությունը որքան էլ որ հակասական դրսևորումներ ունի, տեսնում ենք, որ ժողովրդագրական քաղաքականության մտահայեցողության տեսանկյունից չափազանց կարևոր է։ Եվ այստեղ երևում է նաև, որ Արևելյան Հայաստանի ընկալումը որպես Հայաստանի ընդհանուր քաղաքական վերականգնման սիրտ նրա մոտ որոշակի դրսևորումներ ունի։ Եվ նրան հաջորդած երկու կաթողիկոսները այստեղից չէին ծնունդով, հետագայում այս գործը պատահական չէ, որ շարունակում է հենց նորից արևելահայ ծնունդով, Երևանից ծնունդով Սիմեոն Երևանցի կաթողիկոսը։ Նրանից տասնամյակներ անց արդեն նույն Արևելյան Հայաստանի որպես հայահոց եւ հայության սիրտ օջախի վերականգնումը տեսնում ենք Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի մոտ։ Եվ երևի մեր հեռուստադիտողը հազվադեպ է ուշադրություն դարձնում այս գահացանկերին, բայց Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը 19-րդ դարում վերջինն էր, որ ծնունդով արևելահայ էր եւ բուն Արևելյան Հայաստանի այսօրվա մեր հանրապետության տարածքից էր։ Հենց նա է կանգնած Գրիբոեդովի, Ալեքսանդր Գրիբոեդովի ռուսական կայսրության իշխանությունների այն քաղաքականության հիմքում նրանց համոզելու այն գաղափարի շուրջ, որ Արևելյան Հայաստանը պետք է հենց հայահոց, հայ մեծամասնությամբ տարածք լինի եւ ոչ թե ինչ որ ուրիշ տեղից ենթադրենք ռուսական բնակչություն վերաբնակեցնեին այս տարածք։ Եվ այս առումով հետարքիրը, երբ մենք գահացանկը դիտում ենք կաթողիկոսների, Ներսես Աշտարակեցու վախճանից հետո 1857 թվականից հետո առաջին կաթողիկոսը, որ ծնունդով մեր այսօրվա հանրապետության տարածքից է, Գարեգի երկրորդն է մեր այսօրվա կաթողիկոսը, 132-րդ կաթողիկոսը, որ գահակալում է 1999 թվականից, այսինքն շուրջ 150-ամյա դադարից հետո մենք առաջին անգամ ունենք Հայաստանի Հանրապետության տարածքից ծնունդով ամենայն հայոց կաթողիկոս, որի մտահայեցողության կենտրոնում բնականաբար տվյալ դեպքում հենց մեր այսօրվա հանրապետության տարածքն ու պետականությունն է։ Ղազար ջահկեցի կաթողիկոսի գահակալության շրջանում նաև նույն ժողովրդագրական տեսանկյունից տեղի ունենում
ոչ այնքան բարենպաստ երևույթներ ևս, որոնք կախված չէին անմիջապես կաթողիկոսից։ Բանն այն է, որ 1740-ական թվականների կեսերին, երբ աստիճանաբար Նադիր շահի իշխանությունը թուլանում է, հատկապես նրա սպանությունից հետո 1747-ից հետո տեսնում ենք, որ ակտիվանում են Դաղստանի տարածքից լեզգիական ներխուժումները տարածաշրջան։ Դրանք ավելի սուր դրսևորումներ են ստանալու Ղազար-Ջահկեցու մահվանից հետո 1750-ական թվականների կեսին, հատկապես 55 եւ 58 թվականներին երկու մեծ ալիքներ են լինում եւ բնականաբար այս գործընթացների արդյունքում Հայաստանում նաև հայտնվում են լրացիչ մուսուլմանական, այսպես ժամանակավոր բնակավայրեր, որոնք բնականաբար հետագայում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի խորը անհանգստություն են առաջ բերելու, որովհետև նրանք հաստատվել էին Սուրբ Էջմիածնին պատկանող կալվածքներում, որոնց համար այդ գյուղերի համար նրանք ունեին փաստաթղթեր, մայրաթոռն ուներ փաստաթղթեր, որ ստացել էր հենց պարսկական արքունիքից եւ հենց այդ թղթերի հավաքագրման ճանապարհով պետք է համոզեն պարսկական բարձրագույն իշխանություններին, որ այդտեղից պետք է դուրս բերվեն այդ նոր եկվոր Յայլանի, այսինքն ժամանակավոր քոչվորական բնակչություն։ Ղազար Ջահկեցի կաթողիկոսը վախճանվում է 1751 թվականին։ Նրա մարմինը ամփոփվել է Սուրբ Գայանե եկեղեցու գավթում։ Այսպիսով մեր պատմություն հաղորդաշարի այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Ցտեսություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։